Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Եթերում Աբովյան Թոքն է եւ ես Արման Աբովյանը։ Ահա 2026 թվականը եկավ։ Եվ դուրս գալով այս տոնական տրամադրությունից վերադառնում ենք դեպի այն իրավիճակը, որը ձևավորվել է Հայաստանում, թե ներսից, թե դրսից, վերադարձանք այն խնդիրներին, որոնք 25 թվականից հետո եկան եւ մտան 26 թվական։ 26 թվականը առանձնահատկություն ունի, իհարկե նախընտրական տարի է լինելու եւ նախընտրական տարի լինելով ինքը իհարկե թելադրելու է իր, տեսլականը, իր կանոնները, իր ընդհանուր մթնոլորտը, որի մեջ մենք լինելու ենք 26 թվականին։ Այսօր խոսելու ենք երկու թեմայից։ Այսօր խոսելու ենք առաջին հերթին այն ներքին գործընթացներից, որոնք գեներացվելու են ազգային ժողովում օրենքների տեսքով, եւ երկրորդը իհարկե Արցախյան հիմնախնդրի միջազգային հարթակի մասին, կարևորագույն միջազգային հարթակի մասին, որը արդեն այլևս չկա Մինսկի խմբի մասին, ԵԱԿ Մինսկի խմբի մասին։ Եվ այսօր մեր առաջին հյուրն է ազգային ժողովի падգամավոր Հայաստան Դաշինք Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Գեգամ Մանուկյանը։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Դե ինչ 26 թիվ։ Բավականին, թեժ տարի է սպասվում բոլոր առումներով, թե ներքին զարգացումներ գիտենք ընտրություններ են լինելու, եւ թե առհասարակ արտաքին եւ ներքին քաղաքականության, այս ամբողջ թոհուբոհի ներքո։ Տեսեք, սկսում է ազգային ժողովի գործունեությունը։ Եթե չեմ սխալվում, ամսի 16-ին է նիստը լինելու։ Եվ այս պարագայում գիտեմ, որ բավականին խնդրահարույց օրինագծեր են գալիս։ Եվ այդ օրինագծերը վերաբերվում են ըստ էության կրկին, նախընտրական բոլոր այս գործընթացների, որովհետև ես որքանով էլ նայեմ, որքանով էլ տեղեկացված լինեմ այս պահի դրությամբ այն տրամաբանության մասին, որը դրված է օրինագծերի մեջ, այնուամենայնիվ տեսնում եմ, որ ներողություն եմ խնդրում, մի քիչ sense պոպուլիստական, իմ sense համեստ կարծիքով բնույթ են կրում։ Ինչ է կատարվում, ինչ է լինելու, ինչ օրինագծեր։ Նախ 26 թիվը եկեք հենց ամենասկզբից ձեր հարցադրումը 26 թիվ սկսեցինք, ամսի 3-ին, մեկ էլ 26 այս տարվա ամսի 3-ին բռնեցի այն մտքի վրա, որ ինչ էր կատարում 20 թվի հունվարի 3-ին։ 20 թվի հունվարի 3-ին աշխարհը 5 պակաս էր կանգնած պատերազմի շեմին էր, որովհետև Իրաքում Ամերիկայի կողմից ԱԱԲ-վեց Իրանի կարևորագույն բանալի անվտանգության համակարգի կարևորագույն բանալի անձանցից մեկը գեներալ Սուլեյմանին, Qasem Սուլեյմանի, որը տարածաշրջանի կարևորագույն խաղացողներ էր, այդ թվում Հայաստանի, այդ թվում Ադրբեջանի, Արցախի։ Ընդ որում կրկին Տրամպի հրամանով։ Կրկին Տրամպի հրամանով եւ գերլարված էր ամբողջ տարածաշրջանը։ Ու ինչ արեց Հայաստանը, լավ աժդակ լեր կարծեմ, թե լերներից մեկն էր ու այնտեղից ալպինիզմով էր զբաղվում այդ 2 օրը, առողջ ապրելակերպի քարոզով, այնտեղից կոչ արեց Ամերիկային ու Իրանին հաշտվել բանակցությունների առաջարկ արել։ Հայտարարակագույն անլրջություն։ Այս տարի հունվարի 3-ին առավանգվեց Վենեսուելայի նախագահը Նիկոլաս Մադուրոն։ Գերլարված իրավիճակ ամբողջ աշխարհի համար, որովհետև մեծ խաղացողներ Չինաստան, Ռուսաստան, բոլորը խառնված էին, Պարսկաստանում լարված իրավիճակ, Սիրիայում լարված իրավիճակ, հալեպայությունը լուրջ վտանգի տակ, մենք Հայաստանում նստած թիթեռ ենք նկարում, գալով խորհրդարանին։ Շարունակվելու է 25 թվականի կեսերից արդեն օրենսդրական պոպուլիզմի խայտառակագույն հաղթարշավը։ Երբ որ գիտեք, ընդհանրապես պետության կառավարման մեջ պոպուլիզմով զբաղվում է ընդդիմությունը ավելի շատ, որովհետև ընդդիմությունը պատասխանատվություն չունի պետական կառավարման գործում։ Ամբողջ աշխարհում է այդպես։ Ընդդիմությունը պահանջում է, չգիտեմ, հարկերը թեթևացնել, աշխատավարձերը, թոշակները բարձրացնել, այս անել, այն անել։ Իսկ իշխանությունը, որը պատասխանատու է այդ իշխանության եւ երկրի համար,
շատ ավելի չափավոր է, զգուշավոր է։ Մեզ մոտ լրիվ հակառակ իրավիճակն է։ Երբեմն ընդդիմություն լինելով ասում ես լավ հասկանում ես շատ ավելի հասկանում ես ու շատ ավելի պատասխանատու ես, որովհետև հասկանում ես այս օրենքը ընդունելով լավ 2 քվ շահեցիր, 3 քվ ավել շահեցիր, ինչ որ սիմպաթիա ձեռք բերեցիր, բայց վաղը երկրի հերը անիծվելու է։ Եվ իրականում այդ պոպուլիստական նախագծերն էլ որ ընդունվում են, կյանքի չեն կոչվում։ Ես որպես աշխատավարձ ստացող մարդ տեղավորվում եմ այդ առողջապահական ապահովագրության համակարգում։ Վստահ եմ դուք եք։ Գնանք պոլիկլինիկա, ասենք ապեր, դուք ասել եք հունվարի 1-ից ես ապահովագրական համակարգի մաս եմ կազմում եւ որպես քաղաքացի իրավունք ունեմ այդ ապահովագրությունից օգտվելու։ Հազարատ պատճառ կասեն, դեռ կարգավորումները չկա, դեռ խորհուրդը չի ձևավորել, սա չի արվել, սա չի արվել։ Թոշակառուների դեպքում առավել եւս։ Եվ արդյունքում ոչ մի բան չկա։ Մենակ պոպուլիզմն, առողջապահության նախարար առողջապահության գիշերով ասում, վայ դուք արդեն վсё, վերջ ամեն ինչը լուծված է, դուք անվճար բուժվելու եք։ Բայց այդ անվճար բուժման մեջ, որ սարսափելի քիչ է լինելու, թե ինչն է անվճար, դա այլ հարց է։ Թոշակառուներին առողջապահության նախարարությունից հաղորդագրություն է եկել, որ վերջ դուք տեղավորվում եք առողջապահական ապահովագրման համակարգ, այսինչ հղումով մտեք Արմեն։ Այն օրը փորձարկում եմ արել։ Մայրս, մայրիկիս քույրը, մի քանի ուրիշ թոշակառու մարդկանց, որևէ մեկը չի կարողանում այդ Արմեն մտնի։ Ուղղակի այդ պոպուլիզմն է։ Հիմա առաջիկայում խորհրդարան էլի բերվում է Հայկ Սարգսյանի հեղինակացնեմ, ես իմ հանձնաժողովով կարող եմ ասել, պաշտպանության եւ անվտանգության նախագիծ փողով բանակից ազատվելու, որը մի անգամ տապալվեց, բազմաթիվ ելույթներով, քննարկումներով դեմ է առնեցվեց։ Հիմա կառավարությունը համաձայնություն է տալ։ Արդյունքում լուրջ հարված է մեր անվտանգային համակարգին, սոցիալական արդարության, սահմանադրական արդարության, պարտադիր զինվորական ծառայության, սահմանադրական նորմա ոտնահարելու, բայց փորձելու են դրանից ինչ որ դիվիդենդներ քաղել, բայց արդյունքում ու զուգահեռ հենց այսօր պաշտպանության նախարարությունը հրապարակել է ժամանակացույց 25-օրյա վարժական հավաքների։ Ամբողջ տարվա մեջ, երբ որ 1.5 տարիային դարձում ծառայությունը, այդ ժամանակ ասում ենք ընկերներ, հարազատներ, հայրենակիցներ, ընտրողներ, հպարտ քաղաքացիներ, ոնց ուզում եք ասեք, այս 1.5 տարի ծառայությունը, որ սարքում է, որ այո, քննարկման հարց է 1.5 տարի, միգուցե 1 տարի, միգուցե 8 ամիս, բայց այս կրճատումը չի լինում հենց այնպես։ Այս կրճատումը ազդելու է մեր զինված ուժերի վրա։ Պետությունը, իշխանությունը ինչ անելու, կոմպենսացնելու է 25-օրյա վարժական հավաքներով։ Այսօր էլ հունվարի 8-ին ասում եմ, մոտ 6000 հոգի, 6000 քաղաքացի ավելի շատ է 25-օրյա վարժական հավաքի զորակոչվելու, քան 2025 թվականին, բայց կա այստեղ մի հատ մեծ հիմա գլոբալ խնդիր, որը ոչ մեկ չի ուզում ուշադրություն դարձնի։ Նայեք, 25-օրյա վարժական հավաք, բառացիորեն 3 չի առաջորդվա, մեր հայրենակիցներից մեկի հետ զրույց, փաստաթղթերը ներկայացրել է, ինչ է կատարվել։ Մարդուն զորակոչել են 25-օրյա վարժական հավաքի, ասել են, որ փող է փոխանցվելու, մարդն ասել է, լսեք, ես դահակայի տակ եմ։ Ասել են, լավ, մի ձևի կլուծենք, գումարի մի մաս որ փոխանցվել է, դեռ մի մասը, ամբողջությամբ դահակն տարել են։ Այսօր մարտական հերթապահություն իրականացնում են հարյուրավոր, հազարավոր մեր հայրենակիցներ, պետք է անկեղծ ասեմ, այո հայրենասեր են, այո նվիրյալ են, այո Արցախյան ազատամարտին մասնակից են, բայց տարիքն առած այդ մեր հայրենակիցների շատերը նաև սոցիալական պարտադրանքից ելնելով են, որ մարտական հերթապահություն են իրականացնում։ Այսօր կանգնել են դեմ հանդիման մի փաստի հետ, գումար պարտադիր միայն քարտի է փոխանցվելու։ Այս մարդկա նորից եմ ասում, այս մարդիկ մեր հայրենակիցներն են, տասնյակ հազարավոր մարդիկ այսօր այդ դահակը կոչված, այդ գիշատիչից կախվածության տակ է, որ եղած գումարը միանգամից խժռվում է, հազար տեսակ պատճառներ, տուգանք է, սա է, սա է, սա է, բոլորի վրա այդ դահակը տուգանքները կան։ Նույնիսկ հայրենիքին մատուցած իր ծառայությունը մարտական հերթապահության համար այդ վարձատրությունը նրանք չեն ստանում, այսինքն իրականում ի՞նչ է դառնում։ Իշխանությունն ասում է, ապեր, քեզ այսքան փող եմ տալի, գնաց մարտական հերթապահության, որովհետև ես այնտեղ պոպուլիզմ եմ արել, ծառայությունը 1.5 տարի եմ սարքել։ Մը լավ կգնամ։ Գնում է, մը լավ վճարում եմ, վճարը, վերջում էլի գալիս է այդ նույն իշխանության, այսպես ասեմ, գանձապետարան։
Եվ բազմաթիվ առաջիկայում մենք ականատես ենք լինելու բազմաթիվ նման պոպուլիստական որոշումների։ Այստեղ մի մեջբերում անեմ, տեսեք, առհասարակ, հա, պետք է հիմնվենք բացի, հա, օբյեկտիվ գործոններից, նաև այն գործընթացներին եւ այն կարծիքին, որը ձևավորվել է հասարակության մոտ։ Ըստ էության ասում են ինչ, ասում են խաղաղություն ա եկե, հասարակությունը չի ասում, իշխանությունը առավոտից երեկո համոզում է, որ եկել է խաղաղություն, եւ այդ խաղաղության պարագայում 1.5 տարվա բանակի ծառայելը, հա, ինքը տրամաբանական է, քանզի ըստ էության, ինչպես ասում է իշխանությունը, ինչի հետ ես կտրականապես համաձայն չեմ, բայց արդարության համար մենք պետք է երկու կարծիքներ լսենք։ Խաղաղություն է եկե, հիմա 2 տարի տեղը 1.5 տարի ժողովրդասմա, հա, դե հիմա կռիվ չի լինելու, պայմանական, ասեն ժողովրդական լեզվով։ Այ հիմա վստահ բազմաթիվ մարդիկ նայում են, ասում են Գեղամը Մանուկյան, ըստած, ասում է չէ, վատ է, որ 2 տարին դարել է 1.5 տարի եւ այլն, այսինքն ոնց որ հակառակ, հա, ասենց էֆեկտ է տալի։ Այս պարագայում ինչ կպատասխանեք այդ մարդկանց։ Արիել Արման, Ամանորի նախօրոքին ավանդույթ է դարձել մեր պատգամավորներին, Պաշտպանության նախարարության հետ համադրում եմ, եւ այսպես ամբողջ Հայաստանի առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորների Ամանորը շնորհավորելու առանձին փոքր 2-3 հոգանոց պատգամավորական խմբերով առաջնագծում ենք։ Այս տարի էլ Տավուշից սկսած մինչև Սյունիք։ Ես իմ գործընկեր Արգիշտին Գևորգյան ջերմուկի ուղղությամբ էինք։ Փառքը պատիվ են բոլոր պայմանագրայի եւ պարտադիր զինծառայողներին, որոնք այդ բքին, բորանին, սառնամանեքին իրենց առաքելությունը իրականացնում են, բայց այդ ձևակերպումը իրականում այս իշխանության խաղաղության դա մոտավորապես նման է հետեւյալը։ Հարևանս դիմացի գալիս է մեր տուն, գրավում է խոհանոցը, եկել են առաջ տված բալկոնը, ասում են մյուս հարևաններն ասում են լավ էլի ես ինչ ես անում, բան, լավ ասում եմ, բան չեմ անում։ Այդ խոհանոցը, բալկոնը, բանը իմը չի այլևս, բայց իմն է, իմ թղթերով իմն է, իմ սեփականությունն է, բայց իմը չի։ Եվ այդտեղից պատուհանից կարա բալկոնի նայի իմ հյուրասենյակով եկավով գնաց, մեկ խոհանոցը քանում մուտքի դրան կողքն ասի, այս հարևանը որ գալիս է դուրս չի գալիս, հանգարտ չմտնի այս հարևանը։ Տնեցիներին հավաքեմ, ասում տնեցիներ ջան, այլ բան չի անում, տեսեք, հիմա ջանդամ այդ բալկոնն է, խոհանոցն էլ իրանն է, հիմա գազը կտեղափոխեմ զալում կամ ննջասենյակում, այս իրավիճակն է Հայաստանում։ Այլևս որևէ կերպ Գեղարքունիքում օկուպացված տարածքների մասին, ջերմուկի մասին, ներքին հանդի մասին, որևէ բանի մասին չեն խոսում։ Այդ կուրճերտելը ոչ թե իրանց նույնիսկ ասած այդ թվի 29700 չգիտեմ քանի քառակուսի կիլոմետրի վրա է, այդ կուրճերտելը ավելի փոքր սահմանի վրա է։ Ասում են լավ մոռացեք այդ բալկոնի ու խոհանոցի մասին մոռացեք, դեռ որ դիմացի ամբողջ բնակարանը մերն էր, դրա մասին լավ մոռացել են։ Նույնիսկ քո մշտական բնակած խոհանոցն ու բալկոնը ասում են մոռացեք։ Կարևորը այստեղ մի քիչ լավ են, գյոլ են, ոչինչ, մի քիչ գազը լավ աշխատում, վատ աշխատում, մենք բայց հիմա վարդագույն ենք ներկելու մեր հյուրասենյակի պատերը։ Բայց որ խոհանոցն ու բալկոնը այլևս իմը չի, ու ասում են դրա մասին չմտածենք, դա երբեք չի կարող խաղաղություն լինել։ Ասեմ ավելին, ավելացնեմ ձեր թույլատրությամբ, դա այն պարագայում, որ պայմանական չակերտներում այդ հարևանը առավոտից երեկո արդեն իր, հա, տնեցիներին գրաված ձեր տան, հա, խոհանոցում նստած բուրըն քննարկումներ անում, որ ինքը պետք է գա նաև ննջասենյակը գրավի եւ այնտեղ արևմտյան ննջասենյակ ինչ-որ ձևավորի։ Այսինքն արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը։ Այլ հերթին նաև բառապաշարը այսօր առավոտյան կենտրոն գալուց, տաղավար գալուց ականջս ցակեց երեք լուրերով կրթության, գիտության, սպորտի նախարարի մի բան, արտահայտություն։ Օրերս միջազգային ասպարեզում Դավուկավազքի մրցումների ժամանակ մեր հայ մարզիկը գովազդ է եղել Ադրբեջան, փակել է գովազդը, որի համար գանել են, մարդն ասում է, ես բացատրել եմ, որ գիտեք, կան հանգամանքներ։
Ես իմ հայրենիքը, իմ հայությունը, իմ ազգությունը չեմ կարող ուրանալ։ Կրթության նախարարը հայտարարում է, որ գիտեք, սպորտը, դա սպորտ է եւ սպորտը ուրիշ բան չի։ Դրա համար մենք բացատրություն ենք պահանջել հայ մարզիկից։ Ադրբեջան անվանումը փակելու համար։ Այո, նույն նախորդ օրը հայտարարվեց, որ Հայաստանում ինչ որ մարզաձևով միջազգային խաղեր են, Ադրբեջանի մարզիկները բնականաբար չեն գալու։ Այդ սպորտը իրանց համար սպորտ է, քաղաքականություն է, մենակ հայ մարզիկի համար է սպորտը պարտադիր պետք է սպորտ լինի եւ նույն ադրբեջանական հռետորաբանությունը։ Ես նույն չեմ էլ ուզում խոսել ամենա ծանր թեմայի մասին, այդ որ ասում են խաղաղություն, բա Բաքվում ում դատն է։ Բա Բաքվում դատախազները, որ խոսում են, որ Հայաստանի Հանրապետությունը զինված ուժերը օկուպացրել են, սա Հայաստան պետությունն է արել, Հայաստան պետությունը դատն ավարտվել է, հիմա ժամկետ չի նշվում, բայց սպասվում է դատավճիռ, որը լինելու է ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Այդ ում է վերաբերելու, ամեն մեկիս է վերաբերվելու։ Ամեն մեկիս է վերաբերվելու, 60-ից այն մարդուն է վերաբերվելու, որ 90-89 թվականին ենթադրենք նույն Գորիսում զենքը ձեռին իր հողն է պաշտպանել եւ բոլոր այն հազարավոր, տասնյակ հազարավորներին, որոնք հայրենիք են պաշտպանել, որոնք պետություն են ձևավորել, որոնք անկախությունն են կերտել, այդ ինքնապաշտպանության մեջ արժանապատվություն էին բերել Հայաստանին ու հայ ժողովրդին։ Ստիպված եմ կրկին միգուցե շատ ծանր արտահայտություն անել, որը ըստիս շատ վատ ահավոր մեջը կոնտեքստ ունի, բայց այնուամենայնիվ բավականին տարածված է։ Երբ որ ասում են հետևյալը, ինչ ուզում ա լինի, կարևորը պատերազմ չլինի։ Նույն գերատեսչությունները, դուք սպորտի նախարարությունը բերեցիք օրինակ, կան բազմաթիվ այլ, պետական մարմիններ, որոնք ասում են հետևյալը, որ հիմա մենք պետք է անենք ամեն ինչ, որ մեր կողմից լարվածություն դեպի Ադրբեջան չգնա եւ այլն, բայց դրա հետ մեկտեղ այդ արտահայտությունը ինչ ուզում ա լինի պատերազմ չլինի, ինքը հետևողականորեն մխվում է մարդկանց գլխի մեջ եւ հիմա կասեն, բազմաթիվ մարդիկ կասեն այո, պարտվել ենք, այո, ունենք մեր պատանդ վերցրած եղբայրներին, գերիներ ունենք, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնտեղ է, բայց այնուամենայնիվ, երբ որ կգա, վերջնական հիմա խաղաղություն է, բայց մի հատ էլ վերջնական խաղաղություն կգա, այդ ժամանակ իրանց հետ կբերենք եւ կրկին կրկնում են այն բառը, ինչ ուզում ա լինի, կարևորը պատերազմ չլինի։ Իրականում այս իշխանությունը այդ խաղաղություն ասածը, հիմա որ ասում են խաղաղություն եկե, մենք պետք է պաշտպանենք խաղաղությունը։ Այսինքն խաղաղությունը երբ են պաշտպանում, երբ որ սպառնալիք կա։ Այսինքն Ադրբեջանը այսօր էլ այդ սպառնալիք ունի, մենք պետք է այնպես անենք, որ հանգարտ պատերազմ չլինի, այդ նշանակում է դիմացին այդ խաղաղությունը չի որ ուզում է, դիմացինը սպառնալիքով իրենն է ստանում։ Երկրորդ մանիպուլյացիան այս իշխանության որ կա, ժողովուրդ մենք տասնամյակով սեղանների շուրջ, ամանորի սեղանի շուրջ խաղաղություն ենք մաղթել, բայց խաղաղություն չի եղել, դրա համար հիմա այլևս խաղաղություն է։ Նախ կեղծիք է, այդ իրանց տարիքը, քանի որ 29-30 տարեկան է, իրանք չեն հիշում, որ սովետական միության ժամանակ էլ մեր տներում նոր տարվա սեղանի շուրջ էլի խաղաղության կենացն էին բարձրացնում։ Այդ քանակերտի ենք, կհիշես սետկա ունենք բանջարեղենի, որ հիմա չկա, փոքր էի, 5-րդ դասարան, 4-րդ դասարան էի, հանգուցյալ տատս, հորս հայրը եւ մորս մայրը բալկոնում նստած էին, լոլիկ էր ստացել սետկան, մաման բնականաբար վազեց, որ հերթ կանգնի, սովետ, ոչ մի ինչ կռիվ, ինչ բան, մինչև հիմա ականջներից մեջ է, օրմած պապուս խոսքեր ասեց, չինո թորներիս համար հանգիստ եմ, կռիվ որ եղավ, սովետը երեխեքին կպահի, մանո պապուս ինչ կռիվ, ինչ բան, բայց այդ խաղաղության գաղափարը այնպես չի, որ այս 20-25 տարին կամ Արցախյան ազատամարտից հետոյա, որ ցանկացել են մարդիկ խաղաղությունը միշտ է, երեք աշկս գավ ԿՊ պատգամավորից մեկի ասած է, որ վեհապարը երբեք խաղաղություն բառը չի օգտագործել, մեղակ ես Տեր Աստված, այդ խաղաղություն ամենեցում պատարակների խաղաղության քարոզը ո՞րդից։ Այդ իրականում վայ պատերազմ չլինի ասածը
այս իշխանության ներքին տերորա սեփական երկրի նկատմամբ ժողովուրդ, այսինքն ինձնից բացի բոլորի դեպքում պատերազմ է լինելու, այսինքն պատկերացրեք այդ նույն տրամաբանությամբ 1000 տարի սրանք պետք է համարեն իրանց իշխանություն, թե չէ պատերազմ կլինի։ Լավ, այսինքն դա արտաքին ուժին, Ադրբեջանին, Թուրքիային քո երկիր բերելն ու քո իշխանությունը պահելու համար այն հիմնական որպես ճիպոտը չես դարձնում։ Այսինքն այսօր մեր քաղաքացին մեր երկրում դարձել է ստրուկ այս իշխանության ձեռքում եղած թուրք-ադրբեջանական ճիպոտի արդյունքում։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան։ Գիտեք, միշտ հաղորդման վերջում փորձում եմ, ասես ոնց որ մի տեսակ ամփոփել, բայց այս պարագայում պետք է հստակ եւ պարզ ֆիքսել հետեւյալը։ Այո, խաղաղությունը խոսքերով չի։ Եվ այո, խաղաղությունը միայն այն պահը չի, երբ որ չեն կրակում, որովհետև եթե չեն կրակում, դա բնավ չի նշանակում, հա, որ չեն գրավելու, դե լավ, այսպես ասենք, իսկ գրավելու մեթոդները մենք գիտենք շատ են, դեմոգրաֆիկ, հա, ադրբեջանցի բնակեցնելով, տնտեսական եւ այլն, տարբեր ֆորմատներ են։ Այս պարագայում այո, ես մի անգամայն կիսում եմ ձեր կարծիքը, չկա խաղաղություն, կա ընդամենը նախընտրական մանիպուլատիվ պատրանքների ձևավորման գործընթաց։ Շնորհակալություն։ Այո, խնդրեմ։ Այսօր հիշեցի 20 թվականի հունվարի 3-ը Աստված մի արածե, որ այս հուշը ինչ որ իրականություն դարձնա։ Նայեք 20 թվականի հունվարի Նիկոլ Փաշինյանը մի հատ հիմա շատ են խոսում, չէ՞ որ 1.5 տարի կրակոց չկա, զո չկա, նախ զո կա բանակում։ Շտամու կրակոցից չի, բայց բանակում զո կա իրենց շնոր կառավարման։ 20 թվականի հունվարի Նիկոլ Փաշինյանը մի հատ թիվ հրապարակում, որ այս տարի աննախադեպ քիչ թվով զոհեր են եղել զինված ուժերում։ Իհարկե պատասխանի որ սուտ ես ասում 20 թվականի հունվարին էր ասել 20 թվականի հունվարը մեր ժողովրդի պատմության մեջ մնալու է մեր զինված ուժերում ամենամեծ թվով զոհերի 44 օրյա պատերազմի զոհերի սրանք բոլոր աննախադեպ այդ կանխատեսումները սարսափելի վատ նշաններ են։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հիշեցնեմ ձեզ հարգելի հեռուստադիտողներ, որ այսօր մեր հյուրն էր ազգային ժողովի պատգամավոր Հայաստան դաշինք Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Գեռամ Մանուկյանը։ Մեր հաղորդման երկրորդ մասում զրուցելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, այլ ճիշտ լուծարման մասին եւ ավելի ճիշտ այն գործընթացների մասին, որոնք նախորդում էին լուծարմանը եւ հետևանքների, ինչ հետևանքների կբերի Մինսկի խմբի լուծարումը, որովհետեւ կարծիքները տարատեսակ են եւ այս պարագայում շատ կարեւոր է լսել այն մարդկանց, ովքեր անմիջապես աշխատում էին այդ ընդհանուր կառույցի հետ։ Դե լավ, այսպես ձևակերպենք։ Եվ այսօր այս թեմայի շուրջ զրուցելու ենք Արցախի հանրապետության նախկին արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Միրզոյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը։ Տեսեք, չի դադարում այն փաստաթղթերի քննարկումը, որը հրապարակվել էր իշխանության կողմից կապված բանակցային գործընթացի հետ, մասնավորապես Մինսկի խմբի, հա, այդ պատրաստված առաջարկները, ճիշտ է, հրապարակված փաստաթղթերը ցավոք չեն արտացոլում այն ամբողջ ծավալը, հա, գործընթացի, որը տեղի ունեցել, դե ճիշտը խոսանք, կծկտուր մի քիչ ինֆորմացիա էր։ Բայց այնուամենայնիվ երկու կարծիք կա։ Ես ճիշտ ասած չգիտեմ ոնց է ձևավորվում այդ երկու կարծիքը, որովհետև փաստաթղթի մեջ երբ որ կարդում ես ինչա գրած, ամեն ինչ շատ պարզ ու հստակ հասկանալի է։ Առաջինը, որ ավելի առարկայական լինի մեր զրույցը, բոլոր փաստաթղթերը, բոլոր անխտիր, հա, հրապարակված իշխանության կողմից ցույց են տալիս հետևյալը, որ Արցախը ոչ մի պարագայում չէր դիտարկվում որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, որի շրջանակներում պետք է պայմանական ինքնորոշվեր Արցախը։ Արցախի ինքնորոշման, դե յուրե ինքնորոշման, միջազգային ատյանների կողմից ընդունելի ինքնորոշման գործընթացը, հա, շատ պարզ եւ հստակ գրված էր, որ պետք է լինեն
հանրաքվե պետք է լինի, որը շատ կարևոր է, պետք է պարտադիր կատարման եւ պարտադիր ընդունման, հա, sense ոնց որ բաներ ունեն, բաղադրիչներ ունեն։ Չեմ կարող չմեջ բերել Ադրբեջանի Ալիևի, Ադրբեջանի ղեկավար Ալիևի խոսքերը, որ իրեն փակ դռների ետևում տենց ստիպում էին ընդունել Արցախի անկախությունը, ինչին ես հավատում եմ, այո, որտեղ դե ֆակտո անկախ։ Ես նույնպես։ Այո։ Հիմա երկու կարծիք, մի կարծիքը ասում է, տեսեք, կարդացեք փաստաթղթերը։ Տված էր Արցախը, մի կարծիքը ասում է, կարդացեք փաստաթղթերը, ոչ մի ձևով Արցախը չէր կարող տեղավորվել Ադրբեջանի կազմում։ Հիմա ճշմարտությունը որտեղ է։ Ճշմարտությունը իր տեղում է։ Նայեք, այդ թեմային արդեն մի քանի անգամ առիթ ունեցել եմ անդրադառնալ, ցավում եմ, որ երևի կրկին ստիպված կլինեմ կրկնվել, բայց դե այսինքն ավելացնելու բան չունեմ։ Այստեղ մի քանի անկյան տակ է պետք նայել։ Նախ ինչպես փաստաթղթերը հրապարակվեցին այսօր, այսօր ասած տակավին վերջերս։ Ինչու ոչ 18 թվականին, հա, երբ որ նոր իշխանության եկած կառավարությունը իմիջիալոց ակնարկում էր, որ բոլոր այդ փաստաթղթերը պետք է հրապարակվեն, որ հանրությունը ծանոթանա եւ խոստանում էր, որ ի տարբերություն նախորդ իշխանությունների իրենք բացարձակ են աշխատելու, հանրությունը տեղեկացված է լինելու իրենց յուրաքանչյուր քայլի մասին եւ այլն։ Այդ առումով դա, գիտեք, ինձ մի քիչ հիշեցնում էր 17 թվականին, երբ որ բոլշևիկները եկան իշխանության, առաջինը ինչ որ արեցին իրենք արտաքին քաղաքականության ոլորտում, հենց դա նախորդ իշխանությունների օրոք ստորագրված տարբեր միջազգային փաստաթղթերի, բանակցային թղթերի հրապարակումն էր։ Մինչև օրս էլ ճիշտ է, դա ռարիտետ է, դժվար է գտնել, բայց գրադարաններում այդ գրքերը կան, բազմահատորյակ էր, որտեղ հրատարակում է սկսած Նիկոլայ Առաջինից հրապարակված թղթերը։ Հիմա մոտավորապես մեր իշխանությունները այդպիսի բոլշևիկյան քայլի են պատրաստում գնալ, հետո ինչ-որ մի բան փոխվեց եւ փաստաթղթերը հրապարակվեցին տակավին վերջերս։ Եվ այդ ամենը հաշվի առնելով իմ մոտ ստույգ կարծիք է ձևավորվել, որ դա բացարձակ կապ չունի բանակցային գործընթացի պատմությունը վերանայելու, այսպես ասած ճշմարտությունը վերհանելու, հանրությանը տեղեկացնելու ձգտումների հետ, սա ավելի շատ մենք պետք է դիտարկենք այն հայտնի փաստի համատեքստում, որ ընդամենը կես տարի հետո Հայաստանում մենք ունենալու ենք ընտրություններ եւ ներկայիս իշխանությունները, ներկայիս վարչակազմը չի ուզում որևէ նոր քարոզչական հնարք հնարի, այլ փորձում է կրկին օգտագործել այն հին հնարքը, որ նախկինները ամեն ինչ տանուլ են տվել եւ միայն մենք կարող ենք շտկել անցյալի սխալները։ Չէ, դե ասում են ներողություն, որ ընդհատում եմ, ասում են հետեւյալը, որ ամեն ինչ հանձնած, всё было։ Որ ասում ամեն ինչ հանձնած էր մինչև մեզ, մենք տարբերակ չունեինք, մեզ անելանելի վիճակի մեջ էինք։ Հա, դե դրա համար պետք չի նախկիններին թույլ տալ վերադառնալ իշխանության, որտեղ հա, դե այդ նարատիվը մենք իրենք իրենց բնավորության համաձայն կրկին ամեն ինչ կհանձնեն։ Հա։ Դա մեկ, երկրորդ հանգամանքը ինձ մոտ օրինակ իրոք շատ մեծ զարմանք է առաջացնում այդ յուրատեսակ, գիտեք, ֆետիշիզացումը բանակցային փաստաթղթերի։ Ահա մենք փաստաթուղթ ունենք, որ փաստաթղթի մեջ ամեն ինչ գրված է եւ այլն, հետո հիշեցնեմ ձեզ, որ այս տարվա օգոստոսից մենք փաստաթուղթ ունենք հայ-ադրբեջանական հարաբերություններում, հա, այսպես կոչված նախաստորագրված, որը նախաստորագրված է բարձր հովանու ներքո եւ այլն, դուք ուզում եք ինձ ասել, որ հայ-ադրբեջանական հարաբերություններ կարգավորվել են։ Ոչ, այսինքն փաստաթղթի արկայությունը հանգեցնում է այդ հակամարտության, այդ խնդրի կարգավորմանը, բացարձակ։ Այստեղ կա մի քիչ պրիմիտիվ մոտեցում։ Ну, ես հակված չեմ ասել, որ այնքան անգրագետ են, որ չեն հասկանում, թե ինչ է բանակցային գործընթացը եւ ինչ նպատակներ են հետապնդում, ավելի ճիշտ հանրության մոտ ուզում են կարծիք ձևավորել, որ տեսեք, ինչ որ փաստաթուղթ է եղել, որտեղ ամեն ինչ, որով ամեն ինչ ծախվել է։
Ընդ որում այդպես չի, երբ որ կարդում ես փաստաթղթը։ Եկեք մի կողմ թողնենք, նույնիսկ եթե փաստաթղթերը ահավոր են եւ այլն, եկեք մենք այլ անկյան տակ նայենք, հա։ Խնդիրը ինչու՞մն է։ Ցանկացած փաստաթուղթ պետք է դիտարկել որոշակի համատեքստում, որոշակի դինամիկայի մեջ, հա։ Երբ որ խոսում ենք Ղարաբաղյան, Արցախյան բանակցային գործընթացի մասին, եկեք դիտարկենք, հա, սկսած 90-ական թվականներից։ Մենք սկսել ենք նույնիսկ ոչ թե զրոյական կետից, այլ մինուս զրոյական կետից, որտեվ հիշում եք առաջին նախաձեռնությունները, որոնք ուղղված էին Արցախյան հիմնահարցի կարգավորման կամ ինչ-որ բանակցային գործընթացի սաղմնային վիճակում ձևավորման, դեռևս Խորհրդային Միության օրոք, հա, այսպես կոչված Ժելեզնավոսկի նախաձեռնություն կար, պարսկական նախաձեռնություն կար եւ միայն դրանից հետո ի հայտ եկավ ԵԱԿ-ի շրջանակներում ԵԱԽ-ի այն ժամանակ այդ նախաձեռնությունը, որը այնուհետ վերածվեց Մինսկի գործընթացի, մենք այդ ստիպված էինք պայքարել առաջի տարիներին շատ մի կարևոր կարծրատիպի դեմ, հա։ Քանդվել էր հսկայական մի կայսրություն, Խորհրդային Միություն։ Խորհրդային եւ համաշխարհային ուժերի մոտ կար մեծ մտավախություն, որ այդ քայքայման գործընթացը կարող է չավարտվել միայն 15 հանրապետություններով, այլ ավելի խորը գնալ, եւ դա յուրատեսակ մի մղձավանջ էր այն ժամանակվա քաղաքական գործիչների մոտ, որ Խորհրդային Միությունը կարող է անverջ փլուզվել, տրոհվել, հայտնվեն նորանոր պետություններ, որոնք չափից դուրս վտանգավոր են լինելու, որտեղ չմոռանանք, որ Խորհրդային Միությունը այն ժամանակվա միջուկային զենք ունեցող երկիր էր, հա։ Եվ այդ պատճառով ցանկացած հակամարտություն հետխորհրդային տարածքում այն ժամանակ դիտարկվում էր միայն տարածքային ամբողջականության սկզբունքի 90-ականների մասին, դա գաղտնիք չէ։ Մինսկի գործընթացն էլ սկսվեց հենց քննարկումների շրջանակում, թե ինչպես կարող ենք պահպանելով տարածքային ամբողջականության սկզբունքը փորձենք բարելավենք Արցախի բնակչության կարգավիճակը, հա։ Նայեք առաջին փաստաթղթերը, այդ փուլային, փաթեթային, ընդհանուր պետություն եւ այլն, դրանց կորիզը տարածքային ամբողջականությունն է։ Պահանջվեց հսկայական աշխատանք, որը կամ չեն հասկանում, կամ միտումնավոր նսեմացնում են, որպեսզի մենք կարողանանք հասնենք նրան, որ տարածքային ամբողջականության սկզբունքը կորցրեց իր այս սակրալ նշանակությունը եւ միջնորդները գնացին այլ ճանապարհով, ուղի որոնել, թե ինչպես կարող են համադրել տարածքային ամբողջականությունը եւ ժողովրդների ինքնորոշման իրավունքը։ Եվ դա այդ ճանապարհը գտնվեց այսպես կոչված մադրիդյան սկզբունքների շնորհիվ, հա, որտեղ նախատեսում է դրա համար բավականին հստակ մեխանիզմ, դա պլեբիսցիտն է, որի արդյունքները պետք է ճանաչվեին եւ ընդունվեին ոչ միայն կողմերի, հակամարտության կողմերը, այլ նաեւ ողջ համաշխարհային հանրությունը։ Նայեք, մենք հսկայական գործընթաց ենք անցնել։ Հիմա երբ որ դու վերցնում ես, ինչ փաստաթուղթ հանում ես, ասում ես, նայեք, այստեղ այսպիսի վատ նախադասություն կա եւ դա նշանակում է, որ վատ են աշխատել, դա նշանակում է, որ դու չես հասկանում, թե գործընթացը ինչ տրամաբանությամբ է գնացել։ Շատ հետաքրքիր է, որ ամենակարևոր փաստաթղթերից մեկը, այսպես կոչված Քիվեսյան փաստաթուղթը, այդպես էլ չհրապարակվեց եւ բանը հասել է Զավեշտի, ուրեմն պաշտոնապես հայտարարվեց, որ մենք չունենք Քիվեսյան փաստաթուղթ։ Այսինքն ենթադրվում է, որ Քիվեսյան փաստաթուղթը անհայտացել է։ Այստեղ իմ մոտ միանգամից հարց է առաջանում, թե ինչպես հնարավոր է կայացած պետությունում կորցնել կարևորագույն բանակցային փաստաթուղթ։ Դա ես կարծում եմ ազգային անվտանգության հարց է եւ եթե մենք ունենայինք էֆեկտիվ աշխատող համապատասխան ծառայություններ, իրենք վաղուց ի վեր արդեն պետք է բացահայտեն, թե ով է եւ ինչ նպատակով է կորցրել այս փաստաթուղթը։ Դրա փոխարեն մեզ հրամցվում է ժամանակին թերթում հրապարակված ինչ-որ տարբերակ, որը ես ասեմ բավականին տարբերվում է
օրիգինալից, որտեղ լավ փաստաթուղթը այսօր չկա, բայց դե հիշողությունը կա մարդկանց, որոնք կարդացել են այդ փաստաթուղթը, որոնք տեսել են եւ այլն։ Հա, ինչու է դա թաքցում, իմ կարծիքով, որտեղ Քիվեստը դարձավ կարևորագույն մի փուլ։ Քիվեստում կոտրվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության տաբուն։ Ադրբեջանը պաշտոնապես հաստատեց, որ պատրաստ է քննարկել իր տարածքից, որը նա համարում էր իր տարածք, հողերի զիջում։ Այսինքն այլևս խոսել, որ տարածքային ամբողջականություն դա սրբություն է, սրբոց եւ անձեռմխելի սկզբունք է, դա արդեն ծիծաղելի էր։ Հիմա ինչ մենք ունեցանք, ես չեմ ուզում ձեզ համոզել եւ ունկնդիրներին, որ իդեալական փաստաթղթեր ունեինք, բայց խոսքը գնում էր նրա մասին, որ ընթանում էր ծանր հետևական դիվանագիտական բանակցային գործընթաց, որը ինչ-որ մի փուլում ընդհատվեց շատ պարզունակ բացատրություններով, որ մենք պետք է սկսենք զրոյական կետից, որ մենք ասել ենք մեր նոր խոսքը եւ այլն, մինչ օրս այդպես էլ չկա հստակ բացատրություն, թե որն էր այն պատճառը, որ դրդեց նորալուկ իշխանավորներին սկսել ամեն ինչ զրոյական կետից։ Իրականում ես էլ եմ ինձ այդ հարցը տվել, ներողություն, որ ընդհատում եմ, այդ զրոյական կետի առեղծվածը, հա, այսինքն դուք էլ չունեք, հա, պատասխան ինչով էր պայմանավորված զրոյական կետի ցանկությունը սկսել։ Չէ, ես ունեմ իմ բացատրությունը, բայց այդ բացատրությունը պետք է տան մարդիկ, որոնք այդ որոշումը ընդունեցին, հա։ Այսինքն ասել, որ ամեն ինչ այնքան վատ էր, որ մենք որոշեցինք զրոյական կետից սկսել, դա ուղղակի, ասենց ասեմ, մեղմ ասած ծիծաղել է։ Երբ որ մենք քննարկում ենք Արցախյան հիմնախնդիրը, ինձ հաճախակի հարց են տալի, ասում են՝ դե լավ, Աբովյան, հիմա թուղթ է, գրվել է, անցել է, գնացել է եւ այլն, հիմա ինչ իմաստ կա ինչ-որ բանի մասին խոսալ, քանզի դա արդեն անցյալ օրերի պատմություն է եւ այլն։ Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ, որովհետեւ process-ները իրենք շարունակվում են, չի ավարտվել ոչ մի բան։ Ախր չի ավարտվել, գիտեք, հարգելի հեռուստադիտողներ, երբ որ մեզ ասում են վերջ, բրծավ, այ Ժորժ ջան, նորա, գիտեք ոնց ես ասեմ, ինքը այլ փուլ է թևակողել, ավելի վտանգավոր փուլ է թևակողել։ Եվ այդ վտանգը չնկատել, ես իշխանության ընդդիմության մասին չեմ խոսում, հասարակ մեր մասին եմ խոսում, չնկատելը հավասարազոր է, գիտեք ինչի, որ քո տունը այրվում է, բայց քանի որ քեզ հաճելի չի նայել այդ հրդեհին, դու որոշել ես բակում սեղան գցել ու տեն ժողովրդի հետ քեֆ անել։ Բայց տունը այրվում է։ Եվ մինչև մենք չհասկանանք խորքային բուն process-ների պատճառահետևանքային բոլոր ելևէջները, մենք չենք կարող հասկանալ, թե իրականում հասկանալ, հա, թե մեզ հետ ինչ է կատարում եւ ինչ է մեզ սպասում։ Ես իզուր չէ Արցախի հանրապետության դրոշն է եւ ԵԱԿ-ի, հա, սիմվոլը։ Ես ուղիղ հարց եմ տալի, պարոն Միրզոյան, առանց ինչ-որ դիվանագիտական ելևէջների, ինչի համար էր Ադրբեջանին պետք Արցախը օկուպացիայից հետո դե ֆակտո Արցախը հայության հանելուց, հա, դուրս մղելուց, ցեղասպանելուց, կեղեքելուց, մորթելուց հետո այնուամենայնիվ ԵԱԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը հասցնել իր տրամաբանական ավարտին, ինչի էր պետք։ Նայեք, նախ այն որ հարցը չի ավարտվել, ես ձեր հետ լիովին համաձայն եմ, հարցը չի ավարտվել, հարցը մտել է մեկ այլ փուլ, որոշ առումներով սա շատ նման է անցյալ դարի 20-ական թվականների իրավիճակին, երբ որ կրկին ոչ բանակցային ճանապարհով, հա, նույնիսկ կարելի ասել բռնի ուժով, հարցին տրվեց որոշակի լուծում, այն է Արցախը հանձնվեց խորհրդային Ադրբեջանին, ընդ որում ոչ օրինական ճանապարհով, այնտեղ գտնվող ուրեմն Կարմիր բանակի ստորաբաժանումների ճնշման տակ, հա, եւ այլն, բայց այնուամենայնիվ հարցը կարծես թե լուծվել էր, համենայն դեպս այն ժամանակվա իշխանավորները համոզված են, որ գտել են հարցի վերջնական լուծում։
Բայց փորձը ցույց տվեց, որ դա ոչ թե լուծում էր, այլ հակառակը, դա հետաձգեց հարցը, հա, եւ հարցը կրկին ժայթքեց 70 տարի անց ավելի արյունալի, ավելի մեծ ծավալով հանգեցրեց խոշոր պատերազմի, որը հետխորհրդային տարածքում ամենամեծ, ամենազոհերի առումով բազմաթիվ զոհերի տեսակետից ամենախոշոր ազգամիջյան բախումն էր։ Հիմա որևէ երաշխիք չկա, որ 10 տարի հետո, 50 տարի հետո, նույնիսկ 100 տարի հետո այս հարցը կրկին ավելի մեծ ծավալով, ավելի վտանգավոր ձևով կրկին օրակարգ չգա։ Նույնիսկ այն պարագայում, երբ որ այնտեղ հայեր չեն բնակվում։ Դա որևէ կապ չունի իմ կարծիքով, որովհետև կան պահանջատեր մարդիկ, ի վերջո Արցախահայությունը, մենք խոսում ենք 100, 120, 150 հազար Արցախահայության մասին, ես նախընտրում եմ խոսել ավելի մեծ քանակի մասին, մոտ կես միլիոն մարդ կա, որոնք Արցախից տարբեր ժամանակ, սկսած 90-ական թվականներից, առաջի պատերազմ, սուր տարիներին, սոված տարիներին դուրս են եկել, տեղավորվել են այստեղ Հայաստանում, Ռուսաստանում, բազմաթիվ այլ երկրներում, այդ մարդիկ պահանջատեր են։ Ես գիտեմ, որ դուք էլ եք շփվում, հա, բազմաթիվ արցախցիների հետ։ Ես ամենայն դեպս առանձին բացառությունների, եթե հաշվի չառնենք, 1-2 հոգի մարդ, իմ բոլոր հանդիպումների ժամանակ ես զգում եմ, որ մարդիկ իրոք պահանջատեր են։ Մարդիկ պատրաստ են պայքարի հանուն իրենց ոտնահարված իրավունքների։ Հիմնական իրավունքը ապրել այն հողի վրա, որը պատկանում է ոչ միայն իրենց, պատկանում է իրենց նախնիներին։ Այդ իրավունքի համար այս մարդիկ պատրաստ են զրկանքների, պատրաստ են տառապանքների, մենք տեսնում ենք, որ այսօր մարդիկ գտնվելով Հայաստանում, գտնվելով բազմաթիվ սոցիալական բեռների տակ, հա, չունենալով որևէ հստակ օգնություն, նախընտրում են պահպանել օրինակ իրենց քաղաքացիությունը, հա, արցախյան։ Եվ ձեզ էլ կարող է հանդիպել, որ քննադատում են, ասում են ինչու են դրա հետևից ընկել եւ այլն, այդ մարդկանց համար դա իրենց պահանջի դրսևորումն է, հասկանում եք։ Այդ մարդիկ համարում են, որ դրանով իրենք պահում են իրենց Արցախը, որը ժամանակավորապես կորսված է։ Ես խնդրեմ։ Ինչ վերաբերում է, ինչու Ալիևը գնաց Մինսկի խմբի լուծարմանը։ Ես իմ գնահատականում դա ավելի շատ իրացիոնալ քայլ էր։ Գիտեք, եթե ուշադրություն եք դարձել, դա դրսևորվեց նաև 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ որ բոլոր ադրբեջանական բանակի բոլոր այսպես կոչված խոշոր հաղթանակները փորձում էին հարմարեցնել այս կամ այն պատմական իրադարձությանը եւ այլն, Ալիևը խաղում է ինչ-որ սիմվոլների հետ, Ալիևը փորձում է ստեղծել նոր բան, ինչ ասեմ, հեքիաթաբանություն, հա, իր համար շատ կարևոր էր այս քայլով ցույց տալ, որ փակվել է հարցի քաղաքական էջը։ Բայց ի վերջո ԵԱԿ Մինսկի խումբը չի նախորդել Արցախյան հարցի ձևավորմանը, հա։ Արցախյան հարցը Մինսկի խմբի բխել, Մինսկի խումբն է բխել Արցախյան հարցից։ Երբ որ մենք ունենանք անհրաժեշտություն, մենք ունենանք նոր Մինսկի խմբեր, մենք ունենանք նոր ձևաչափեր, որոնք թույլ կտան պաշտպանել մեր շահերը եւ առաջ մղել դրանց։ Շնորհակալություն, պարոն Միրզոյան, չեմ կարող չկիսել ձեր այն միտքը, որ այո, գոյություն ունի նվազագույնը քո անվտանգային համակարգի համար, եթե դու չես ուզում պատերազմ իհարկե, հա, պահանջատիրության եւ նվազագույնը դիմադրելու իրավունքի իրականացում։ Հարգելի հեռուստադիտողներ, հաճախակի ասվում է, որ վայ, եսի չանենք պատերազմ սկսի, վայ, եսի չանենք պտչի սկսի։ Ասեմ ձեզ մի բան, պատերազմը սկսում է միայն այն ժամանակ, երբ որ դու հրաժարվում ես դիմադրելուց։ Չեմ ասում կռիվ սարքես, չեմ ասում գնաս ուրիշի հողը գրավես, չէ, ուղակի դիմադրելուց։ Եվ այո, այս ամբողջ գործընթացը դիմադրելու իրավունքի մասին է։ Դիմադրելու, խնդրում եմ, սա
շատ ուշադիր ընկալենք։ Հիշեցնեմ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, որ այսօր զրուցում ենք Արցախի Հանրապետության նախկին արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ, չափազանց հետաքրքիր զրույց ստացվեց, պարոն Միրզոյան։ Դե ինչ, հարգելի հեռուստադիտողներ, լսեցինք մեր հյուրերին, լսեցինք կարծիքները։ Տեսեք, 2026 թվականը միանշանակ նախընտրական տարի է լինելու։ Ճիշտ տարի է արդեն, այսպես ձևակերպենք, եւ այս պարագայում այո, բոլոր գործողությունները, թե իշխանության, թե ընդդիմության, իրենք միտված են լինելու 2026 թվականի ընտրություններում, իրենց դիրքերը ամրապնդելու կամ իրենց դիրքերը ավելի ասենց ուժեղացնելու տրամաբանության ներքո։ Եվ եթե ընդդիմության գործողությունները իրենք լիովին պարզ են եւ կապ չունի որ ընդդիմության, ապա իշխանության գործողությունները այս պարագայում բավականին մեղմ ասած, ասենց պոպուլիստական բնույթ են կրում եւ սա ոչ միայն իմ կարծիքն է, սա նույնիսկ իշխանամետ, ասենց ասենք մամուլի կամ իշխանամետ մեդիաների կարծիքն է, բայց ինչևից է։ Մեզ համար ամենակարևորը, որ մենք կարողանանք ծանրը թեթևից, ասենց տարանջատել, թացը չորից տարանջատել։ Եվ այս պարագայում մենք պետք է շատ հստակ հասկանանք, որ նույն այս պահին տեղի ունեցող գործընթացները պետք է դիտարկվեն երկարաժամկետ կամ միջնաժամկետ տրամաբանության մեջ։ Այսինքն մենք չպետք է տրվենք մանիպուլյացիաների։ Ընդ որում այդ մանիպուլյացիաները կապ չունի որ կողմից են գնալու են իշխանության կողմից, գնալու են ընդդիմության կողմից, կապ չունի։ Ամենակարևորը որ մենք շատ լավ հասկանանք մի շատ կարևոր, գիտեք, կետ կանվանեք, թեզ կանվանեք եւ այդ ամենակարևորը ստիսա, թեզը եւ կետը հետեւյալն է։ Մենք պարտավոր ենք ուղակի այս ժամանակահատվածում, որը մնացել է մինչև ընտրություններ, ծանր ու թեթև անելով, ի վերջո հասկանանք, ինչ ենք մենք ուզում։ Տարօրինակ է հնչում, չէ՞, շատերը կասեն, դե մենք ուզում ենք խաղաղություն կամ մենք ուզում ենք սոցիալական բարեկեցություն։ Բայց ինչպես։ Այստեղ է հարցը։ Ինչպես պետք է հասնենք բոլոր այդ նպատակների, որովհետև այո, իմ խորին համոզմամբ խաղաղություն գոյություն չունի։ Գոյություն ունի լավագույն դեպքում Չակերտներում զինադադար, որովհետև նույն Ադրբեջանը չի դադարում ամենօրյա ռեժիմով սպառնալ Հայաստանին եւ աչքը դնել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի վրա, անվանելով դա, ասես մի հատ աննորմալ կոնցեպտ կա, Արևմտյան Ադրբեջան։ Սա մենք պետք է հաշվի առնենք, որ այն կողմը, ում հետ մենք փորձում ենք խաղաղություն ձևավորել, ինքը ըստ էության խաղաղությունը տեսնում է մեր բացակայության ներքո, այսինքն խաղաղությունը նույն ադրբեջանցու համար դա Հայաստանի բացակայությունն է եւ հայ ժողովրդի բացակայությունն է։ Դա այդպես է, դու ներս գա, թե չէ, դա այդպես է։ Եվ երբ որ մենք մեզ համոզում ենք, ասում ենք, չէ, խաղաղություն է եկել, իրանք դա չեն ուզում, կամ իրենք դա իրենց ներքին լսարանի համար են ասում, հարցածակում, բավարար իրանց ներքին լսարանի համար են ասում։ Ինչի համար են ասում իրանց ներքին լսարանի։ Ինչին են պատրաստում իրանց ներքին լսարանը։ Սոցիալական եւ տնտեսական հարցերը։ Ժորժ ջան, հերիք է իրականում սпасել, որ կգա ինչ որ, սենց մի կախարդական փայտիկով ինչ որ մի համակարգ, սենց մի անգամ իսկանա, ամեն ինչ կընկնի իր տեղը։ Չի լինի դες բան։ Եվ այո, այս ընտրությունները տարբերվում են նրանով, որ ստեղծվել է հարթակ, եւ այդ հարթակում յուրաքանչյուր մարդը կարող է իր առաջարկը, իր տեսլականը առաջ մղել, որ մենք բոլորս դուրս գանք այս իրավիճակից, եւ այդ հարթակի անունն է Առաջարկ Հայաստանին։ Այո, առաջարկ Հայաստանին։ Որովհետև ըստ էության մենք հասել ենք մի իրավիճակի, երբ որ ոչ թե վերևից պետք է իջնի, երջանիկ կյանքի ռեցեպտը, կամ դեղատոմսը, այլ մենք պետք է, մենք բոլորս եւ դուք փորձենք միասին ձևավորենք մի տեսլական
համաձայն որի տարբեր ոլորտներում տնտեսական, սոցիալական, բժշկական, կրթական, ռազմական եւ այլն այդ բոլոր ոլորտներում ձևավորենք մի համակարգ, որը կառուցված է լինելու հենց ձեր տեսլականի եւ առաջարկների հիման վրա։ Այո, մենք բոլորս ունենք առաջարկ։ Այո, մենք բոլորս վստահաբար մեր խոհանոցներում, մեր բակերում, մեր գիտեք, sense որ հավաքվում ենք, հա, ընկերներով, հարևաններով, մենք միշտ խոսում ենք այն իրավիճակի մասին, որը այսօր տիրում է Հայաստանում եւ վստահաբար այդ խոսակցությունների ժամանակ մենք ասում ենք, այ եթե ես լինեի, կանեի այսպես կամ եթե ես լինեի, այս քայլերի համակարգը կձևավորեի։ Խնդրեմ ձևավորեք։ Խնդրեմ այդ առաջարկները, տեսլականը ձևավորեք եւ այո, եկեք միասին ի վերջո փորձենք հասկանալ, թե ոնց ենք դուրս գալիս այս իրավիճակից։ Այո, միասին։ Այո, հանրային համերաշխության ներքո։ Այո, իրականությանը առանց վախենալու, ընդգծեմ, առանց վախենալու նայելու, որովհետև հոգնել են մեզ վախացնելով։ Առավոտից երեկո մեզ վախացնում են։ Հերիք է, բավական է։ Եվ եւս մեկ անգամ այս իրավիճակից դուրս գալու համար մեր բոլորիս հավաքական միտքը, ուժը, ինտելեկտն է կարևոր։ Եվ հենց ձեր, այ հիմա, որ ինձ նայում եք, հենց ձեր։ Մի լավ արտահայտություն կա։ Ասում է, կպնենք իրար, որ մի բան ստացվի։ Ու կստացվի։ Շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ։ Եթերում Աբովյան Թոքն էր եւ ես, Արման Աբովյանը։ Կհանդիպենք հաջորդ անգամ։